Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այս պահին տաղավարում ինձ է միացել իմ գործընկեր Հայկ Խալաթյանը, ողջույն Հայկ, եւ այս պահին առաջարկում եմ դիտել իմ առանձնացրած հատվածներից մի քանիսը ու լսել ձեր մեկնաբանությունը, եթե իհարկե դեմ չեք։ Առաջին կտորը լրագրողների հետ զրույցի ժամանակ Միրզոյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին եւ նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, առաջարկում եմ լսել։ If you speak about the Armenia-Turkey bilateral agenda, տեսեք, եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիայի երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ օդային տարածքի օգտագործումը կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից։ Նաև երկու երկրները երկկողմանիորեն համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է։ Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետներ հանդիպել են Թուրքիայում եւ նպատակն է կրկին սահմանի վրա գտնվող Անի պատմական կամուրջի վերականգնումը։ Կան մի շարք այլ ծրագրեր, այսինքն գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ կան նաեւ պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել։ Օրինակ, մենք ունենք պայմանավորվածություն բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել, բայց միաժամանակ երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի ամբողջական բացումը։ Ավելին, այսօր հետաքրքիր զուգադիպությամբ ես, նախարար Ֆիդանը եւ մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն, ես սա ասում եմ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերվում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաեւ համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես մերձավոր արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ, այսինքն կան բազմաթիվ հնարավորություններ։ Ամեն ինչ հասկանալի է, շարունակվում է այդ քաղաքականությունը մեծանալու Թուրքիայի հետ, հաստատի դառնալ Թուրքիայի սատելիտը եւ հրաժարվել դաշնակցային հարաբերություններից Ռուսաստանի հետ, օրինակ ստեղ այս պարագայում կառանձնացնել այդ էներգետիկ համագործակցության մասին դրույթը, գաղտնիք չի, որ Հայաստանը այժմ շատ սերտ կապված է Ռուսաստանի հետ նաեւ էներգետիկ ոլորտում եւ երբ որ Հայաստանի իշխանությունները նաեւ խոսում են, որ բացի սահմանը բացելուց, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, որը ըստ բոլորի կարծիքի գլխավոր նպատակն է Հայաստանի իշխանությունների, ոչ միայն ներկայիս այլ նախկիններն էլ են այդ փորձել կարգավորել, բայց առանց այսպիսի զիջումների, ինչ ներկայիս իշխանություններն անում, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ բացահայտ խոստովանում են, որ ծրագրերը շատ ավելի լայն են եւ դրանք չեն սահմանափակում, ինչպես նա ասեց, միայն ճանապարհը սահմանը բացել եւ հարաբերությունները կարգավորել։ Այո, եւ հարցին թե որ փուլում է գտնում խաղաղության գործընթացը եւ որն է հիմնական խոչընդոտը ստորագրման համար ու նաեւ շարունակվում են արդյոք քննարկումները տվյալ թեմայի վերաբերյալ թե ոչ, Միրզոյանը պատասխանել է, լսենք։ Of course, this is an important question and Իհարկե սա կարևոր հարց է եւ ես չեմ պատրաստվում չանդրադառնալ դրան։ Սա նաեւ Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մասն է։ Ինչպես նշեցիք, մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ եւ այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա ես կասեի պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք, Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղությունից հետո մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ ստորագրման արարողության տեղի եւ ժամկետի որոշման նպատակով։ Սակայն ցավոք մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Այ, ստեղ կարելի է հիշեցնել մեկ այլ հաց, ասել իսկ ինչ օրինակ մինչև հիմա
ինչպես պայմանավորվել են թուրքական կողմի հետ սահմանը բացված երրորդ երկրների քաղաքացիների համար եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, չնայած բազմից սմբլամասնասան նույնիսկ դա ես չեմ դիտարկում որպես հայկական կողմի հաղթանակ, մի բաց պատճառով, տեսեք, Ադրբեջանի քաղաքացիները դեռ կարող են դիտարկվել որպես երրորդ երկրի քաղաքացիները եւ օգտվել այդ սահմանից, բայց օրինակ Հայաստանի քաղաքացիները չկարողանան օգտվել, բայց նույնիսկ այս հացում մենք տեսնում ենք, որ չեն կարողանում ստանալ Թուրքիայի արդեն պայմանավորված պայմանավորվածությունը կյանքի կոչել Թուրքիայի հետ։ Հիմա խոսում է Ադրբեջանի հետ։ Այստեղ մի հաց, ինչու է կապում։ Բոլորս համար բաց է, դա Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է կապել այդ երկու գործընթացները, նախկինում մեզ փորձում են համոզել, որ դրանք այդ փոխկապակցված են, հակառակը Թուրքիայի հետ այսպիսի զիջումների գնալը կբերի Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությանը Թուրքիան իբր կազդի, բայց ինչ ենք տեսնում, ինչպես Միրզոյանը խոստովանեց, փաստաթուղթը համաձայնեցել են, բայց փաստորեն Ադրբեջանը արդեն նոր նախապայմաններ առաջ տալիս, իսկ Թուրքիան գոնե ճնշում գործադի, ինչպես ակնկալում են Երևան, իբր ակնկալում են Երևանում Բաքվի վրա, հստակ իր պայմանն ասում, հենց Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը ստորագրեք Ադրբեջանի պայմաններով, նոր այդ ժամանակ կարող է խոսենք ձեր հետ սահմանը բացելու վերաբերյալ։ Ինչ հաջորդ հատվածը դիտելը, ես ինձ տեղեկացրին, որ հարց ունի նաև մեր գործընկեր Արթուր Սահակյան, առաջարկում լսել, Արթուր։ Ողջունում եմ Հայկին, տեսեք, ընդամենը մեկ տարի ժամանակ է մնացել ընտրություններին Հայաստանում եւ ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի եւ Արաբատ Միրզոյանի իշխանությունը շարունակվի, որովհետեւ ավելի լավ իշխանություն նրանք երբեք չեն ունեցել եւ չեն ունենալու Հայաստանում, հերթական Ջոլանին է, հա, Հայաստանում։ Հիմա ինչ որ մի բանով իրենք ըստ քեզ ինչով են նրանք պետք է ինչ որ մի քայլ անեն, որպեսզի Հայաստանի իշխանությունները որպես հաղթաթուղթ ներկայացնեն ընտրություններից առաջ։ Որն է լինելու այդ քայլը, ըստ քեզ, արդյոք դա սահմանի բացումը կլինի թեկուզ եւ ժամանակավոր, թե ինչ է սպասվում ընդհանրապես։ Այս ընտրությունները որքանով կարող են դեր խաղալ Հայաստան-Թուրքիա, այսպես ասած, ձգվող իբր համերաշխ հետագա ապագա քաղաքական տնտեսական համագործակցության մասին, որը այսպես երկար ժամանակ խոսում են, այդ առումով ինչ կարելի ակնկալել Թուրքիայից, արդյոք նրանք կբացեն սահմանը մեկ տարվա ընթացքում եւ նաեւ այսպես անցում կատարենք Ալիևի պահանջների մասով Նիկոլ Փաշինյանը երեք ասաց, որ պետք է անկախության հռչակագրից հղումը պետք է անել սահմանադրության միջից, այսինքն բարձ է, որ Ադրբեջանը երկար ժամանակ պահանջում էր դա։ Հիմա արդյոք կարող ենք ասել, որ այսպես պայմանավորված խաղով, հերթական մանիպուլյացիաներով բերում են, հասցնում են այն բանին, որ Ադրբեջանի բոլոր պահանջները այդ մեկ տարվա ընթացքում պետք է կատարվեն եւ Թուրքիայի սահմանը թեկուզ եւ ժամանակավոր կբացվի։ Ինչ հաղթաթուղթ են տալու Հայաստանի իշխանություններին Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իմ դուրս եկավ այդ համեմատությունը հայկական Ջուլանի, որովհետև մինչ այժմ լսում ենք Միրզոյանի տարօրինակ խոսքերը, որ Հայաստանի եւ Թուրքիայի մոտեցումները մեծավոր արևելքում համընկնում են, անհասկանալի է որտեղ են համընկնում։ Ծայրահեղ իսլամիստների արաբեկիչների իշխանություն գալը դա Հայաստանի շահերից է բխում, մեր համայնքի շահերից է բխում Սիրիայում, կասկածում եմ։ Բայց Արտուր Հացին, տես Արտուր, ստեղ երկու տարբերակներ են, որ մեկը այն տարբերակը ինչ սցենարը դու նշեցի, որ կարող են գնալ որոշակի զիջումների Հայաստանի իշխանությունը, որպեսզի օգնեն նրանց կրել ընտրությունները, բայց նաև կա այլ սցենար, որը իմ կարծիքով նույնիսկ ավելի հավանական է։ Հիմա Փաշյանը գնալու է ընտրություններին այսպիսի լոզունգով, որ վստահեք ինձ մեկ անգամ էլ եւ ես այդ մի քայլ է մնացել միջև խաղաղություն, ես այդ քայլը կկարողանամ անել եւ ցավոք սրտի 21 թվականի ընտրություններից հետո հայ ժողովրդի, հայ հասարակության մասին շատ վատ պատկերացում ունեն, կարող ասեմ ամբողջ աշխարհում եւ Թուրքիա-Ադրբեջան հատկապես եւ գտնում են, որ մի ազգ, որը վերընտրեց Փաշինյանին 21 թվականին ամենից հետո, նույնիսկ այժմ կընտրի, եթե նրան խոստան, որ մյուս ուժերը ովքեր գալու են կբերեն պատերազմ իբր, չնայած մենք տեսանք, որ Փաշինյանը 21 թվականից հետո բերեց նոր պատերազմներ, նոր կորուստներ, իսկ Փաշինյանը դա խաղաղության, այսպես երաշխավորն է,
Չնայած մենք տեսնում ենք, որ ըստ Փաշինյանի խաղաղությունը դա նորանոր զիջումների դիմաց է։ Դա համար Ալիև արդեն ստացել է այն ամենը, ինչ մասին չէր կարող երազել մի քանի տարի առաջ։ Հիմա նա ունի պատմական հնարավորություն հայկական հարցը մեկընդմիշտ լուծելու իր պատկերացմամբ։ Եվ իմ կարծիքով Ալիևը այս պահին տեսնելով Նիկոլ Փաշինյանի իր քաղաքականությունը, տեսնելով հայ ժողովրդի ապաթիան, որը նրանք ընկալում են որպես հայ ժողովրդի համաձայնությունը այդ ամենի ինչ կատարվում է, նրանք կարող է շարունակեն այս նույն քաղաքականությունը այսպես պայման դնելով, որ թե Փաշինյանի հաղթանակը նորընտրություններում, թե այդ համանadrական փոփոխությունները դա նշանակում է, որ արդեն հայ ոչ թե Փաշինյանն է ստորագրվում այդ խայտառակ զիջումների խաղաղության տակ, այլ հայ ժողովուրդը պետք է ստորագրվի, որպեսզի հետագայում լինի իշխանափոխություն, միջազգային ֆոն փոխվի, այդպես գլոբալ խաղացողների շահերը փոխվեն տարածաշրջանում, որևէ մեկը չկարողանա փոխի ներկայիս իրավիճակը, որտեղ ասեն, տեսեք, հայ ժողովուրդը արդեն համաձայնվել է, ստորագրել է եւ ցանկացած փոփոխություն դա նշանակել է, որ մենք արդեն ուժով ենք պարտադրելու այդ պայմանագիրը։ Դա համար ես ավելի շատ չեմ բացառում այն սցենարը, որ դու նշեցիր, դա էլ է շատ հավանական, բայց իմ կարծիքով նույն Ալիևը փորձելու է Փաշինյանի հետ համատեղ այդ խաղը խաղալ, որ վերջին քայլն է մնացել, ձեն տվեք ինձ եւ ես այդ քայլը կանեմ Ալիևի հետ, եթե ոչ, ապա այս բոլոր զիջումները, կորուստները անիմաստ էին, որովհետև Ադրբեջանը կհրաժարվի այդ խաղաղ պայմաններից։ Իդեպ ձեր խոսքի մեջ նշեցիք համանadrական փոփոխությունների մասին եւ հենց դրա մասին էլ ուզում էի հարցնել, ես ձեզ կդիտարկվեն արդյոք այդ փոփոխությունները մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագրին հանձնելու համար։ Դա մենք տեսնում ենք արդեն իշխանությունները դրա պատրաստում են։ Ես չեմ բացառում, որ մի որոշ կետեր էլ կավելանան, կարող է դամ եվրոինտեգրացիայի մասին եւ այլ կետեր, որպեսզի ժողովրդին փորձեն խաբել, որ ոչ թե Ադրբեջանի պահանջներն են կատարում, այլ իբր այսպես փոփոխություններ են կտրուկանում, չնայած մենք տեսնում ենք, օրինակ իր անձնական իշխանության հետ կապված որևէ փոփոխություն չկա, չնայած բազմիցս խոսք է տվել այդ կոստյումից հրաժարվել, բայց չհրաժարվեց։ Ավելին, ներկայումս այս սուպեր վարչապետական համակարգը վարչապետը ավելի շատ դիազորություններ ունի, քան նախկինում նախագահն ուներ։ Բայց դրանից ինքը իհարկե չի հրաժարվելու, բայց այսպես կոսմետիկ փոփոխություններ կարող են արվել, որոշ արտաքին քաղաքականության հետ կապված փոփոխություններ արվեն, օրինակ ոչ բլոկային կարգավիճակ եւ այլն, եւ դրա դիմաց փորձեն համոզեն, որ նպատակը այդ փոփոխությունն են, այլ ոչ թե Ադրբեջանի պահանջները կատարում, չնայած իրական նպատակը լինելու է այդ Ալիևի կողմից դրված պահանջի կատարումը։ Բայց մի բան էլ ավելացնեմ, նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը չի գնալու։ Մենք տեսնում ենք արդեն նույն Միջանսկի պահանջը, այդ Միջանսկն էլ կատարեց, արդեն մոտ է հայկական կողմը դրան կատարելու, միայն թե ոնց հասկանում խնդանքային է, որ անունը չլինի Միջանսկ, բայց ամեն ինչով նման լինի։ Դրանից հետո կլինի արդեն փախստականների հացը, կլինի հայկական բանակի սահմանափակման հացը եւ այլն։ Նախապայմանները շատ են Ադրբեջանում։ Լսենք ինչ կարծիքի է թեմայի վերաբերյալ Արարատ Միրզոյանը։ When the democratic revolution in Armenia took place in our Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը եւ մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանություն, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս սահմանադրության փոփոխություն, այլ նոր սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները։ Եվ ինչպես գիտեմ, հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին։ Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսպիսով 2018-ից մենք պնդում ենք նոր սահմանադրության անհրաժեշտության մասին եւ դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա, բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կառուցողական չէ։ Վերադառնալով իմ նախորդ մեկնաբանություններին ուզում եմ ընդգծել, որ արկա է երկու ճանապարհ։ Առաջինը՝ սпасել մինչև բոլոր հնարավոր հարցերի պատասխանը գտնվեն եւ միայն դրանից հետո ձեռնարկել քայլեր։ Երկրորդը՝ գործել հիմա, չսպասելով միանգամից բոլոր լուծումներին։ Այդ մասին ես խոսել եմ նաեւ պանելային քննարկման ժամանակ, շեշտելով, որ պետք է կառուցել աստիճանաբար, նախ դնելով առաջին քարը, ապա հաջորդը եւ այդպես շարունակ։ Ես վստահ եմ, որ ինչ որ պահի հետ նայելով կտեսնենք, որ կառուցել ենք ամուր եւ կայուն կամուրջ։ Հետևաբար մենք խորապես համոզված ենք, որ պետք է սկսել հենց հիմա։ Տեսնենք, ել եմ ասում, կրկնեմ եմ խոսքերը կապված նույն սահմանի բացման հետ, որ արդեն պայմանավորվել են եւ ներկայացում են արդեն մեծ հաղթանակ, բացվեց ոչ։ Հիմա էլ թող հիմա սկսեն
Ցավոք Ստալինելու նոր զիջումները հայկական կողմից, բայց որևէ ռեալ քայլ չի լինելու մյուս կողմից։ Եվ լրագրողներից մեկը հարցրել է արդյոք Միրզոյանն խնդրել է Թուրքիային Հայաստան-Ադրբեջան գործընթացում իրականացնել դյուրացնողի դեր այս դժվար ժամանակահատվածում, երբ կարծես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները գտնվում են փակուղում, ինչին պատասխան Միրզոյանն ասել է, լսենք. The short history of Armenian-Azerbaijani negotiations show that Տեսեք, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր այլ երկրներ, բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցությունները ամենահաջողն են եղել։ Ուստի հնարավոր է բոլոր այս երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ որ ձևով, բայց երբ խոսքը վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք, երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Այսինքն տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի հավանաբար մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ, բայց կրկին բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար նաև եւս մի քանիսը կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցություններին միջնորդությամբ։ Մոտապշում եմ, հաց Փախպաննագի տեքստը համաձայնեցել եք, ինչու՞ չէ, ինչի չի ստորագրում Բաքուն, երկում բանակցություններ եք, այլ բոլոր պահանջները կատարել եք։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները բացահայտ կատարում են բոլոր Բաքվի ցանկությունները, որտեղ Բաքվում չէին թաքցնում երբեք, որ նրանց նպատակը ոչ ռուսական հարթակն է, ոչ արևմտյան հարթակն, այլ երկկողմ բանակցություններն են ձևաչափը, որտեղ նրանք կարողանան նույնիսկ ֆորմալ առումով սահմանափակված չլինեն որևէ հզոր պետության կամ խաղացողի դեմ տված խոստումներից եւ ճնշում գործադրել հայկական կողմից զիջումներ ստանալու։ Գործադրում են, ստանում են, հենց հայկական կողմը մի փոքր այսպես քննարկելուց դիմադրելուց հետո գնում է այդ պահանջվող զիջմանը, մեկ է պատժում է, որ նոր զիջում է պահանջվում հայկական կողմից։ Դեմադամար Միրզոյանը ինչով է տենց ուրախ, որ երկկողմ ֆորմատով է, երևի որ Ադրբեջանի ցանկությամբ այդ ամենացանկալի ձևաչափով է գնում, չգիտեմ, հայկական կողմի համար իմ կարծիքով ավելի նպատակարար է, որպեսզի որևէ լուրջ խաղացող լինի, որը գոնե իր շահերից ելնելով տարածաշրջանում եւ իր հնարավոր ռեսուրսը պոտենցիալից կկարողանա որոշակի զսպող դեր խաղալ Բաքվի համար։ Դա ավելի է ձեռնտու հայկական շահերին, քան այն ձևաչափը, որ նկարագրեց Միրզոյանը։ Շնորհակալություն Հայկ։